Եվրամիությունը ձգտում է անջատել Հայաստանը Ռուսաստանից, ամրապնդելով իր սեփական վերահսկողությունը երկրի նկատմամբ, այս մասին 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի ժողովրդավարական հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումներին, սա մեր վերջին տրոլեյբուսային գծերից մեկն է, որտեղ դեռ ունենք հին շարժակազմի տրոլեյբուսներ, դրանք շատ շուտով փոխարինվում են մեր գնացնոր 45 տրոլեյբուսներով, որոնք վստահ եմ կհավանեք, հայտնել է Տիգրան Ավինյանը։ Ռուսաստանը Հայաստանին բացատրել է հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերը, 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայում ֆիքսել են Փաշինյանի այն արտահայտությունը, որ հանրապետությունում մտադիր չեն քննարկել կոնցեսիայի հետ կապված հարցերը Ռուսաստանի թիկունքում։ CNN-ի փոխանցմամբ իսպանական կողմը հետաքննում է ռուսական ուրսամաժոր բեռնանավիկ խորտակման հանգամանքները, որն ըստ նախնական տվյալների Հյուսիսային Կորեայի էր տեղափոխում ատոմային սուզանավերի համար նախատեսված 2 միջուկային ռեակտոր։ Միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում է Ժոզե Մորինյոյի հնարավոր վերադարձը Մադրիդի Ռեալ, թեև պորտուգալացի մասնագետը հերքում է, ուղղակի շփումները հաղորդվում է, որ նրա գործակալն արդեն բանակցությունների մեջ է։ Մորինյոն 2 հստակ պայման է ներկայացրել Մադրիդի Ռեալին՝ տրանսֆերային ազդեցություն, Մորինյոն ցանկանում է վճռորոշ ձայն ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ եւ բացարձակ հեղինակություն եւ կարգապահություն։